Վաղ առավոտից լարված իրավիճակ էր Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում, որտեղ քննչական գործողություններ էին իրականացվում Միքայել arczepiskopos Աջապայանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ տևական ժամանակ իրավապահ մարմինների գործողությունների շուրջ իրենց դժգոհությունն են հայտնել Միքայել arczepiskopos Աջապայանի աջակիցները, իրավաբանները նկատել են անօրինական գործողություններ։ Աջապայանից լիազորել է ներկայացնելու ինչպես մայրատորե շահեր, այնպես էլ իր շահերը ներկայացնելու, բերել է իմ արտոնագրի սպաճեն եւ ազնագրի սպաճեն, սակայն ինձ որևէ մեկը ներս չի թողել, չեն թույլատրել, որպեսզի ներկա գտնվեմ խոզարկությանը, ինչպես նաեւ երկրորդ անգամ եմ ներկայացել, խնդրել եմ, որպեսզի փաստաթղթերը տանեն, նայեն, տեսնեն արդյոք պատշաճ է, պատշաճ չէ, թույլ տան, ասել են, որ ընդհանրապես փաստաթուղթ անգամ չենք վերցնի, ներս չենք մտնի, ոչ մի բան չենք անի։ Եթե օրինական խոզարկություն է կատարվում, ինչու չի կարող անձի փաստաբանը ներկա գտնվել այդ խոզարկությանը, որ օրենքի համաձայն են իրենք մերժել իմ ներկայությունը։ Մինչ իրավապահ մարմինները խոզարկում էին առաջնորդարանը, պարզ դարձավ, որ Միքայել arczepiskopos Աջապայանը գտնվում է էջմիածնում։ Ուժայինների գործողությունները տեղափոխվեցին Վեհարան, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ուղեկցությամբ Աջապայանը ինքնակամ ներկայացավ իրավապահներին։ Հիմա չեմ պատրաստվում թաքնվելու, չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որևիցե մեկի հետևում չեմ թաքնվում։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Այնուհետև Աջապայանին աջակցող հավատացյալները չթողեցին, որ թեմի առաջնորդը գնա իրավապահների հետ, ինչը հանգեցրեց ուժայինների թվի ավելացման, իսկ իրավիճակը ավելի սրվեց մայրաթոռիպագում։ Վեհարանում ԱԱԾ աշխատակիցները իրավական գործողություններ են իրականացրել փակ դռների հետևում, նպատակն էր ձերբակալել Միքայել arczepiskopos Աջապայանին։ Ստեղծված իրավիճակի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, առաջիկայում ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի լրատվամիջոցներին հուզող հարցերին։ Հարգելիս ասի այսօր չեմ մեկնաբանում, շնորհակալություն, չեմ մեկնաբանում, այսօր չեմ մեկնաբանում։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։